Ձեր կարծիքով Նիկոլ Փաշինյանն իրոք ուզում է բարենորոգել եկեղեցին, թե այլ նպատակներ ունի։ Բարենորոգումներ ես չեմ տեսնում այս սիրաքայլերում ընդհանրապես։ Սա միայն ազգի պառակտում, եկեղեցու կազմաքանդում, հենց այն բառերից, որ եկեղեցին վերածվի չուլանների, դրանից արդեն ամեն ինչ պարզ էր։ Կներեք չեմ կարող պատասխանել դարձին։ Չգիտեմ, չեմ կարող ասեմ։ Այո, իհարկե, առանց իրան ոչ մի լավ բան չի լինելու։ Եղավ։ Ինքը ամեն ինչը սկսել է, մինչև վերջը գնալու է, մենք էլ իրա հետ։ Հա, բայց բանին չենք ընտրելու հետ։ Չէ, ինչ վեհապարը հեչ բան է։ Թապելու բան է, հանել դրան, բաբշե։ Մենք վստահ ունենք Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը, ուրիշ ոչ մեկը չլինի։ Մեկ էլ էս Ռուսաստանից ագենտը, որ եկել է, ախոր տղեն է ելույթ ունենում։ Ինքը եթե տիրություն է անելու, թող իրա հիվանդ լագոզին տիրություն ունի, մեկ է ախոր տղին, դոձիկին։ Դե որ եկեղեցին բիզնեսով զբաղվում է ժողովրդին հայտնի է։ Ես գլուխ չեմ անում դες բաներից, ինձ դες հարցեր մի տվեք։ Այո, այդ այլ նպատակները դուք ունեք երևի։ Մենք ոդի Միանշանակ, մենք իշխանամետ ենք։ Ոչ, այլ նպատակներ ունի։ Ուզում եմ մուսուլմաններին բերի մեր տերտերների տեղը դնի, այդ եմ ուզում ասում։ Կներեք, ճիշտ եմ, սխալ եմ, թող Աստված իմանա։ Իսկ Նիկոլ Փաշինյանին, օր 100 անգամ թաղելու եմ ու հանելու եմ, որ ձեռս ընկա։ Եվ նա։ Չէ, այլ նպատակներ է, այդ բոլորին հայտնի է դա։ Եվ նա, բարենորոգումը կարևոր է, իհարկե կարևոր է, ոնց կարող է կարևոր չլինի։ Եվ իրականում խաղաղություն, բալանսիրովկա, նորմալ է։ Նա բարեփոխումը պետք է, հետո դե մենք արդեն գիտենք, չէ՞ որ եկեղեցին ինքը այսօր ոչ թե քարոզում է, եկեղեցին զբաղված է քաղաքական գործունեությամբ, դա իր ֆունկցիան չի։ Հետև Աստվածաշնչում հստակ ասում է, որ եկեղեցին պատասխանատու է իշխանություններին։ Հռոմեացիս 13 գլուխ առաջ 2-3 համարները Չգիտեմ։ Չապետանում ես չիմանամ ինչ ուզում անի։ Ես չգիտեմ իդի չապետ, իրան չապետ։ Թող բարենորոգի, եթե կարողանա։ Կարող է։ Դե ես էլ չգիտեմ։ Ես մի բան կարող եմ ասել, որ մեր եկեղեցին միշտ հզոր է եղել, հաղթող է եղել, ժողովուրդը միշտ եկեղեցու կողքն է եղել, մեր միջին դարերից մեր սպասավորները եկեղեցու բոլորը գիտնականներ են եղել, փիլիսոփաներ են եղել, թարգմանչական արվեստ է զարգացել, մեր եկեղեցին մեծ ապագա ունի, մեր ժողովուրդը մեծ ապագա ունի, մենք ուժ ենք, ինչքան էլ մեզ փոքրացնեն, նվաստացնեն, չգիտեմ ինչ որ պիտակներ կպցնեն, հայ ժողովրդին հաղթելը հնարավոր չի, մեր գենը ուրիշ է, դա ասում են և գերմանացիները, և Իսրայելի գիտնականները, դա եկեղեցուն թող հանգիստ թողեն։